2026 թվականի մարտի ընթացքում 3 կենդանակերպի նշաններ կվայելեն ֆինանսական հաջողություններ։ Սա պայմանավորված է Սատուրնի խոյի մեջ անցումով և հրե ձիու տարվա սկզբով։ Մերկուրիի հետադարձ շարժումը ձկների համաստեղությունում փետրվարի 26-ին պետք է հիշեցնի ձեզ վերանայել ձեր ֆինանսական ծրագրերը, նախքան առաջ շարժվելը։ Որոշ աստղագուշակական նշաններ ավելի լավ կկարողանան ռազմավարություն մշակել երկարաժամկետ ֆինանսական հաջողության համար։ Ձկներ։ Վեներան մարտի 6-ից մարտի 30-ը կմիավորի Սատուրնին և Նեպտունին խոյում, ինչը կարևոր ժամանակահատված է ձեր ֆինանսական կյանքում ազնվություն և վստահություն ցուցաբերելու համար։ Մի շտապեք որոշումներ կայացնել և մի զարմացեք, եթե անցյալից հնարավորություններ կրկին ի հայտ գան։ Ուշադիր հետևեք իրադարձություններին մարտի 20-ից մարտի 30-ը, քանի որ սա իդեալական ժամանակ է նոր նախագծերի համաձայնեցման և վերջապես գործողություններ ձեռնարկելու համար։ Ջրհոս։ Դուք ակտիվորեն աշխատում եք հասկանալ ձեր արժեքը և ձգտում եք ոչ միայն եկամտի, այլև ստեղծելու այնպիսի կյանք, որն իսկապես առատության զգացողություն կբերի։ Չնայած Մերկուրին հետադարձ կլինի մինչև մարտի 20-ը, երբ նոր ցիկլը սկսվի մարտի 7-ին, դուք կարող եք սկսել դիտարկել նոր աշխատանքային հնարավորություններ կամ եկամտի աղբյուրներ։ Խուսափեք պայմանագրեր կնքելուց, մինչև Մերկուրին ուղիղ չդառնա։ Խոյ։ Մարտի 30-ին Վեներան մտնում է ցուլ, բերելով առատություն։ Դուք կզգաք ձեզ պատրաստ փոփոխությունների և կձեռնարկեք գործողություններ ձեր կյանքը բարելավելու համար։ Ցուլում Վեներայի առկայության դեպքում սա նաև կազդի ձեր ֆինանսների վրա։ Չնայած դուք պետք է զգույշ լինեք, որ փողը չծախսեք ավելի արագ, քան վաստակում եք, դուք կտեսնեք, որ ձեր ֆինանսները կբարելավվեն։ Սա ձեր հնարավորությունն է իսկապես փոխելու իրավիճակը։ Աստղերը մեզ մեծ հաջողություն չեն խոստանում մարտ ամսին։ Յուպիտերը, որը կապված է բախտի և հնարավորության հետ, միայն մեկ լուրջ ասպեկտ է ստեղծում՝ մարտի սկզբին Մերկուրիի հետ միացումը։ Թեև այս միացումը հատկապես ուժեղ ազդեցություն կունենա որոշ նշանների վրա, ընդհանուր առմամբ այս օրը բարենպաստ կլինի բոլորի համար։ Եկեք սկսենք նրանից, թե ինչպես կարող է յուրաքանչյուր կենդանակերպի նշան առավելագույնս օգտագործել այս օրը։ Մերկուրի-Յուպիտեր միացումը հաջողություն է բերում բյուրոկրատական հարցերում, ելույթներում, ուսման մեջ, առևտրում և ճանապարհորդություններում։ Հարկ է նշել, որ այս միացումը տարեսկզբից ի վեր երրորդն է, հետևաբար այն կարող է նոր հաջողություն չբերել, այլ ավելի շուտ ձեր սկսած ինչ-որ բանի հաջող ավարտ։ Բայց նույնիսկ եթե դուք նման բան չեք արել, օրը միևնույն է լավը կլինի։ Դուք բախտավոր կլինեք հաջող հրապարակումների, կարևոր մարդկանց հետ հանդիպումների, օգտակար և չափազանց համապատասխան տեղեկատվության և հաջող ճանապարհորդությունների հարցում։ Երկվորյակները, կույսը և ջրհոսը ամենահաջողակները կլինեն։ Երկվորյակները հաջողություն կունենան արտաքին գործերին վերաբերող հարցերում, հանդիպելով ճիշտ օտարերկրացու հետ, հաջող հրապարակումներ կատարելով արտասահմանում և հաջողությամբ լրացնելով ճանապարհորդության և արտագաղթի փաստաթղթերը։ Կույսերը հաջողակ կլինեն աշխատանքի վայրում, որտեղ կիրականանան օրվա բոլոր օգտակար կապերն ու նորությունները։ Գործուղումը հաջող կլինի։ Ջրհոսը անգերազանցելի կլինի ցանկացած ոլորտում, որտեղ նրանք պետք է ելույթ ունենան, հեռուստատեսային ձայնագրությունից մինչև քննություններ։ Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը և մարտի 10-ի, 20-ի և 29-ի գիշերվան Լուսնի և Յուպիտերի ներդաշնակ ասպեկտները հաջողություն կբերեն խեցգետնին և այն նշաններին, որոնցում գտնվում է Լուսինը։ Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը և մարտի 29-ի գիշերը Լուսինը կլինի կշեռքում։ Սա հաջողություն կբերի կշեռքին և խեցգետնին։ Կշեռքները կլինեն հուզականորեն բարձր տրամադրության մեջ, նրանք կհաջողեն ինքնաբուխ ջանքերում։ Նրանք հաջողություն կունենան առօրյա, ծանոթ և առօրյա գործերում, իսկ լուրջ հարցերում նրանք մեծ խոչընդոտների չեն հանդիպի։ Խեցգետնիները բախտավոր կլինեն կենցաղային հարցերում, օրինակ նրանք բավականաչափ բախտավոր կլինեն տան համար շատ հարմար ինչ-որ բան գնելու հարցում։ Մարտի 10-ին Լուսինը կմիավորվի Յուպիտերի հետ ջրհոսի համաստեղությունում։ Սա օրը բարենպաստ կդարձնի ջրհոսի և խեցգետնի համար։ Ջրհոսը բախտավոր կլինի ժողովրդականության հարցերում, իսկ խեցգետինը ուրիշների փողի հետ կապված հարցերում։ Մարտի 20-ին Լուսինը եռանկյունի կմիանա Յուպիտերին երկվորյակների համաստեղությունում։ Սա հաջողություն կբերի երկվորյակներին և խեցգետնին։ Վերցված է կայքից։
Երկվորյակները հաջողակ կլինեն առօրյա փոքր հարցերում, եւ նրանք նաեւ բախտավոր կլինեն մեծ հարցերում։ Նրանք լուրջ խնդիրների չեն հանդիպի անկախ նրանից, թե ինչ են անում։ Խեցգետինը բախտավոր կլինի գաղտնի հարցերում։ Մարտի 6-ին եւ 15-ին Լուսինը կկազմի սեքստիլ Յուպիտերի հետ։ Սա նախորդներից ավելի թույլ ասպեկտ է։ Այն պահանջում է նախաձեռնողականություն։ Եթե դուք ինչ-որ բան անեք, բախտը ձեզ հետ կլինի, բայց եթե ոչինչ չանեք եւ պարզապես սպասեք բախտին, ապա ոչինչ չի պատահի։ Մարտի 7-ին Լուսինը կկազմի սեքստիլ Յուպիտերի հետ աղեղնավորից։ Այսօր աղեղնավորը եւ խեցգետինը կլինեն ամենահաջողակները։ Աղեղնավորը հաջողակ կլինի իրենց բոլոր նախաձեռնություններում, այն ամենում, ինչ նրանք անում են անձամբ եւ հիմնականում ավտոմատ կերպով, առանց մտածելու։ Խեցգետինը բախտավոր կլինի աշխատանքի եւ առողջության հարցերում։ Մարտի 15-ին Լուսինը կլինի ասպեկտի մեջ Խոյի Յուպիտերի հետ, հաջողություն բերելով Խոյին եւ խեցգետնին։ Խոյերը բախտավոր կլինեն այն հարցերում, որոնք կախված են նրանցից անձամբ եւ թույլ են տալիս նախաձեռնողականություն։ Խեցգետինը բախտավոր կլինի բիզնեսում։ Նրանք հաջողություն կունենան աշխատանքում եւ բիզնեսում, հատկապես եթե դա կապված է հրապարակայնության եւ ժողովրդականության հետ։ Եվ եթե նրանց անձնական հորոսկոպը բարենպաստ է, խեցգետինը կարող է կարիերա կառուցել։ Այս օրերին նոր ճանապարհներ կբացվեն ցանկացած նշանի համար։ Սա հատկապես արժեքավոր է նրանց համար, ովքեր իրենց զգում են փակուղու մեջ, չեն կարողանում գտնել իրենց տաղանդները կիրառելու միջոց եւ ովքեր իրենց համար հեռանկարներ չեն տեսնում։ Սակայն նրանք, ովքեր չեն հավատում բախտին, անհաջողակ կլինեն։ Նրանք պարզապես չեն նկատի բացվող հնարավորությունները, եւ նրանք, ովքեր թեթև են վերաբերվում բախտին եւ հետաձգում են մտածելով, որ բախտը միշտ կլինի։